Սա Կոնդն է, մեր քաղաքի ամենահին թաղամասերից մեկը։ Այստեղ է բնակվում Նահապետ Նահապետյանը իր եղբայր Հավետի եւ նրա դուստր Սրբուհու հետ։ Ավանդապաշտ Նահապետյանների մտքով անգամ չէր էլ կարող անցնել, որ իրենց չամուսնացած աղջիկը օրերից մի օր կարող է հղիանալ։ Ինչա խոսեմ արա, ինչա խոսեմ արա, ինչա խոսեմ արա։ Ինչա խոսեմ արա, արա դες անգլերենը չսովորա էլի, որ իմանամ ինչա խոսեմ արա։ Ես ինչ հարազատ կրակոսնիրա։ Ես Հավետս չի։ Հավետ! Նո Հավետ! Հարի տնա ինչ է։ Հավետ չան Հետո Հավետ, ես որ մի տորնադորա քեզ կշեպեր էստեղ։ Հավետ, ոչ մի պորնադո էլ չի կշեպեր է։ Վազելով եմ։ Գեղի դեմից նստային վազելը բերես ձեր շեքի դեմը իջացրեց։ Ամի վազելներ են հա գնում։ Բա ութ համարի վազելը հենց ստել կայնամ աղբեր չէ։ Ես էլ Սրբուհին աղջիկս Անահապետ երևի գհիշես։ Ինչ ես խոսում Հավետ։ Ասում եմ ես էլ աղջիկս Սրբուհի երևի գհիշես։ Ինչ ասում արա։ Ասում եմ ես էլ Սրբուհին աղջիկս երևի գհիշես։ Արա հասկացա ես զարմանում եմ Հավետ։ Ինչ ասում արա։ Սենց մեծացել է Հավետ։ Սենց մեծացել է։ Ես ոնց եմ մեծացի այ բալամ։ Ես ոնց եմ մեծացի այ տղա։ Ես բանի ոնց ես բանում հարապեշ ալաղջիկ։ Արա ես ոնց եմ մեծացի։ Անահապետ Սրբուհին ես երկու տարի Անահապետ արդեն քաղաքում է։ Ինս տատամա սովորեմ, ինս տատամա։ Բրուսելի անվան համալսարանը։ Ուրիշ թե վարձով էր մնամ։ Ես է մտածեցի ասի աղբեր ջան, ուրիշ թե վարձի փող չէինք տալի, հենա գգային քեզ վարձի փող չէինք տալ։ Ոբշեմ մնալու ենք ստեմ ենք ես ուրվանից։ Լավ եք անելու, ջան, լավ եք անելու։ Կարող եք կոֆե խմես։ Չէ իրաժավի։ Սրբուհի, հələ թռի մեզ երկու հատ կոֆե դիր, դավայ շուտ արա։ Դավայ շուտ արա։ Ես ոնց եմ մեծացի Հավետ։ Նահապետ, իրական եմ, ես իմացել եմ, որ Սրբուհի հետևից ինչ-որ գյադագյուտ է յագալի, դրա համար որոշեցի գամ, որ մեր ձեռի տակ մեծնայսի։ Շատ ճիշտ բան ես մտածի Հավետ, ես քաղաքի գյադիկը շատ ապասնի են դարի, որ իմանում են աղջիկը կեղից, խապում են տանում են միտեղ խապրտում են։ Բայց դու մտածելու բան չունես Հավետ, շատ լավ ես դաստիարակի աղջկացի, շատ ամոթխացա, ոնց որ ամոթխաց արսնի, շատ լավ ես դաստիարակի, ապրես։ Մերսի, մերսի, Նահապետ ջան, մերսի։ Ալո, պրիվետ քիս, ոնց ես գնում։ Չի մի բան ասեմ կմեռնես քիսով։ Հղի եմ։ Չի հղի եմ։ Են Range Rover-ով Ստյոպիկին հիշում ես։ Բա։ Չի վատ ես դուխի պտի ես էտ երեխուց ազատվեմ։ Ես էտ ես Սրբուհին ոնց ապրում, առոք փառոք։ Հսի գիտես վատը, որ նա հիմա պապայի հետ եկել ենք հոպարենց պտի մնանք։ Ու հանգարց որ իմացան հղի եմ, կգյուլեն կփռեն արևին, գիտես չէ։ Արա համոս են Բրուսովցի հայտնի Սրբուհին չի արա։ Հայելի ապել ինչն է։ Բաստեղ ինչ ան։ Կարող է մի ձենա կպցրել։ Իա, ամբոս ամբո,
Եկար, լսի ձեզ ուշադիր ինչ եմ ասեմ, աղբեր ես այկ է իր աղջկա հետ, մեր տանը պտի մնա, անենց որ ըստ պայմանագրի վարձակալը պարտավորվան լքի տանտիրոշ մալատների։ Ուրա! Ուրա չարա ուռույա նախ և առաջ, և երկորդ էլ լքելուց առաջ, հաջորդ անցվա վարձը պետք է ամբողջովին վճարի, ըստ պայմանագրի։ Նապեծացա, բայց մենք փող չունենք։ Փող չունենք։ Լսում ես հավետ, ասում են փող չունենք։ Ասում եք փող չունենք, ո՞ս դու կարակ փող չունենան։ Բանի ես օպար։ Հլա դու պպսի ասում եք կարակ փող չունենք, ասում եք կարակ փող չունենք։ Սամբո տեսա այդ բիձեն մեզ ոնց վերջնականապես կլպեց։ Լավա աղբեր ինչ կլպեց, լավ էլ բիձա ես բիձեն արակել կանանք ստուտա։ Մի խոսքով Սրբուի ջան, քո սուրբ ոտը մեր օջախ խերովալի։ Դնդրը Ինչ ասիր ավետ։ Ասում եմ դնդրը Արա ես մի քանի տարի քեզ չեմ տեսի, ես ոնց ես փոխվե ավետ։ Սա Մաշտոցի պողոտան է, մեր լեզվով ասած պրոսպեկտը։ Այստեղ է բնակվում կաշառակեր Նվեր Կոռուպցյանը, որն իր ընտանիքը պահում է անարդար քրտինքով։ Վայ, Նվեր ջան եկար, հլը պատմի տեսնեմ ոնց անցավ այդ մի Սուսանողի մրցույթը։ Շատ լավ անցավ Նվարդ, հաղթեց արժանագույնը։ Բարի օր ձեզ, ոնց եք ես ծավոտում։ Ճաշս վարում։ Աներայք, բա գիտես այսօր ինչ եմ արել։ Այսօր նապարնիկիս եմ բռնել կաշառք վերցնելուց։ Բաներ հայրիկ։ Չոքելադեմ ես խնդրում ասում Ազատ ջան, ինչ կլինի մի բռնից, աղբեր ջան, 15 տարի մենք իրար հետ ենք աշխատում, քավոր սանիկ ենք, երեխեքս մեղք են, շատ մեղք կսեք ավաներ հայրիկ։ Բայց բռնեցի փակեցի աներ հայրիկ։ Օրենքի դեմ, բոլորն էլ հավասար են։ Բայց ինչ լավաջոներա, ես կարող եմ մաղարիչ մուղորիչ է։ Հասկացա աներ հայրիկ, զեռես արնում։ Այսի մեր փողոցում մի հատ թազա լահմանջանոց եմ բացել, շունն ու կատու ա կոչվում։ Ատեղից եմ առել պրեմիումով սաներ հայրիկ։ Ապրես, լավ, ասած չան, արի ես լահմաշներին կազմի։ Էր աներ հայրիկ։ Էսի լահմաշունը, հա։ Ամպի պարոն։ Մի կերեք այս լահմաջոն ձեր կյանքին վտանգ է սպառնում։ Ալա, այ լող, ինչ ես եկել հացներից մայիս, արա։ Ես նորիկմենն եմ, ես եկել եմ ձեր կյանքը փրկեմ այս չարաբաստիկ լահմաջոյից անհասկանալի կենթանումսից պատրաստված։ Եթե դուք ուտեք այս լահմաջոն երկուսդ էլ կվերածվեք դիակների։ Բա ինչ ուտենք օթելով։ Կոլովիտա ընկերությունը առաջարկում է ձեզ այս փոքրիկ համեղ գարոխիկները կանաչ, որոնք դյուրամարս են եւ շատ համեղ։ Կոլովիտա, ախպեր ախպորը չի տա։ Հլե դուր ես թերետ, կոլովիտան։ Հենց հիմա հել ռադըտ կաշիս տեղից, քանի ես լահմաջոյով ստամոքսը չեմ խոցել, դավայ պախիս տեղից։ Ասատեսի ներվերս կիրավար այս չստացված դերասանը ամենուր ապոշ կինոներ է խաղում տունը։ Գնա մի տեղ աշխատես։ Իսովա։ Թողեք, չհասկացա, ես քեզ ամիսի կսնվազով պես կսկասեմ, դու պես եկել այստեղ գորգռում ես, չհասկացա, այս աղջկանց բանասելու մտել ու գորգռում ա։ Նվարդ, հլը դուրս արի, նստի աղջիկ ջան։ Հիմա հանգիստ մարդավարի ասա, ինչի համար ես եկել։ Ես այսօրվա մի Սուսանողի մրցույթի մասնակիցներից եմ, իսկ դուք անարդար ժյուրի, ու ձեր կարծիքով ձեր ընտրությունը ճիշտ էր։
Աղջիկ ջան, այդ աղջիկը, որ անցավ, շատ համապատասխանում էր ու շատ գեղեցիկ աղջիկ էր։ Ազատ ջան, դու մենակ տենայր է դիշ գեղեցկուհի անցավ, չես պատկերացնում, գեղեցկուհի, գեղեցկուհի։ Գեղեցկուհի, ձեր կարծիքով այս աճբատեսը ինձանից սիրուն էր։ Այ մորը սարևեսով աներ հայրիկ։ Էսը չեք սրան ընտրել։ Պարշ ինչի, ով փողը տվել է, այն էլ ընտրվել է։ Հասկացա, աներ հայրիկ։ Էս կաշառքի հոտ ա գալի ինչ-որ, չես զգում։ Ազատ ջան, նախ էտի լահմաջոյի հոտն, երկրորդն էլ մեր մոտ չափանիշները լրիվ ուրիշ են։ Գեղեցկության մրցույթը ասում է հետևյալ կերպ։ Մենք ընտրում ենք ոչ թե արտաքին գեղեցկությունը, այլ ընտրում ենք ներքին գեղեցկությունը, Ազատ ջան։ Իսկ այս աղջիկը, այ, նայ, լմյաց ուշադիր նայ։ Տենում ես, չես զգում, բայց իր հոգու գեղեցկությունը 90-60-90 ստանդարտ։ Իսկ այս աղջիկը լիրբ, ամեն օր ջիպով են բերում դասի։ Էդ իմ պապայի ջիպն է։ Ինչ տարբերություն։ Ջիպը մնում է ջիպ, չի Ազատ ջան։ Вообще-то հա աներ հայրիկ։ Մի խոսքով ընկեր կոռուպցիան, ես եկել եմ, որպեսզի դուք վերցնեք այս գումարը եւ փոխեք ձեր ընտրությունը։ Աղջիկ ջան, լես փաստերը դու ինձ։ Ես քեզ խոսք եմ տալիս, որ դու մյուս տարի հաստատ կդառնաս միս գաղութ մրցույթի հաղթողը։ Այսինքն ընկերոջ լեզը կասեմ, բաղոլը։ Որ դոշեն էր, սիլիկոն էր, այդ մեկը հասկացա, բայց որ ուղեղն էլ է սիլիկոն, այդ մեկը չեք հասկացա։ Սա Ավանն է, Երևանի ամենակազմակերպ թաղամասերից մեկը։ Այստեղ է բնակվում նախկին մայոր Ռազմիկ Ճագարյանը, ով վերադառնալով Խոպանից ոչ մի կերպ չի կարողանում հայտնել կնոջը Ռուսաստանում գտնվող իր երկրորդ ընտանիքի գոյության մասին։ Ovina, nami canike mishtakhur, Rosana Ovina, nami Ակելի դաշնամուր, սկսելու է սա սերիալը։ Մամ, ես չեմ հասկանում, դու չես ուզում ուրեմն տղամարդ սերիալը նայես։ Արմենուհի ջան, ի տարբերություն քեզ, ես շատ լավ էլ գիտեմ ուր է իմ տղամարդը։ Իմ տղամարդը օրինակ ես ժամա մտել ա տուալետ դուրս չի գալեմ։ Հələ գնամ տենամ ինչ ա ուզում տա։ Да ладно, Люба. Я не хочу, чтобы дети услышали наш разговор. Ты понимаешь, я могу просто так взять и прилететь, но без развода я не могу жениться на тебе. Այ տղա Ռազմիկ, այս տուալետը կարող ա գիտես քո համար հեռախոսի բուտկա է, դու սարի մի քիչ էլ մեկ մտնենք խոսանք, մեկ է խոսալու բան ունենք։ Այ քեզ բան։ Արմինու արիստի խլը։ Ասապա։ Արմինուի, մի հատ շատ արագ գնա Ալավերդի ճշտի տան գների ինչքան անդեղ։ Պապ, բայց դու Ալավերդի տների գների հետ ինչ կապ ունես։ Արմինուի, հեսա թոշակ եմ ստանալու, ուզում եմ Հակոբիկին Ալավերդու կենտրոնում երկու սենյականոց տուն առնեմ։ Դավայ շուտ արա։ Սրան ցրեցի, մնաց Հակոբիկը։ Դրան ո՞ս ցրեմ։ Հակոբիկ! Рад откашитнуть. Ռազմիկ ջան, ես անտանելի կրուասաններից կերել ես ցավը տանեմ։ Ինձ համովա շատ անտանելի կրուասան է։ Կեր ես հաշիվը կփակեմ կյանքս։ Ռոզիկ, ինձ լսի։ Ես քո հետ Ռոզիկ շատ կարևոր խոսակցություն ունեմ, Ռոզիկ։ Ոչ, ես ավելի շատ կարևոր խոսակցություն ունեմ, Ռազմիկ ջան։ Ուրեմն դու չես պատկերացնի ինչ ա եղել։ Яснова беременна. Ես հղի եմ։ Չհասկացա, Ռոզիկ։ Ո՞ս հղի ես, ախր մենք երբ Ումից Ռոզիկ։ Ռազմիկ ջան, մեր հարևան Անժելից։ Անժելայից հղի եմ, այո։ Դու չես պատկերացնի ինչ անտանելի, ինչ անխիղճ աղջիկ դու Սեգավետի։ Ուրեմն ես կոպեկ, Ռազմիկ ջան։
Դա կապիկի հավաքեցի փողը, դիզեցի գնացի մի հատ ցանցով բլուսկեքի ծառա։ Հաջորդ օրը թարախը գնաց նույնի ծառա։ Անից որ ես հղի եմ դրանից։ Ինչ չհաշված որ լուսամուտից նայեմ եմ, գնաց այն նույն կարտոշկի ծառա, ինչ որ ես էի առել։ Ռուզիկ, ես քո հետ կարևոր խոսակցություն ունեմ իր բլուսկա։ Լավ, Ռազմիկ ջան, ունես, սկսի։ Բայց խնդրեմ եմ Մեդլինը, ինչ չներվայնացնես, ես հղի եմ, խնդրեմ եմ։ Ռուզիկ, ես երբ որ Ռուսաստանում 8 տարի ապրում էի, Հա, ինձ ահավոր միայնակ էի զգում։ աման, հա, հետո։ Էլի ես հեռախոսը զանգեց արա, երբ ուզում եմ ասեմ Ռուզիկ մեկը զանգում։ Ալո։ Հա, Համլետ ջան, հա։ Վայ, ես ինչ լավ բան ասեցիր, Համլետ ջան։ Բակնունքը սրբություն է, իհարկե։ Այո։ Երբ է։ Այսօր։ Դե հեսա գալիս եմ։ Լավ, Համլետ ջան, լավ։ Համլետն էր, ասում է երեխաներին ա ուզում կնքի, ուզում է որ մեկ լինենք քավորը։ Աման, էլի ծախսի տակ ընկանք, այդ ծախսի տակից ոնց ենք մենք դուրս գալու Ռազմիկ ջան։ Լավ է ջանդամ, էլի դու մի հատ ինձ ասա, ինչ էիր ասում Ռուսաստաններում, ես մենակը զգացի ինձի հետո։ Դալշե։ Հետո։ Հա։ Հետո Ռուզիկ բան արեցի։ Ինչ արեցիր։ Զանգեցի ինքերներից, եկան նստեցինք, խմեցինք ու սաղ մոռացինք։ Այդ տղայդ ինչ քո կարևոր բան, ուրեմն էդին բլուսկիս կարևոր է Ռազմիկ, հա։ Լավ, Ռուզիկ, ես գնամ լողանամ, պատրաստվեմ հագնվի գնանք։ Լավ, ցավը տանեմ, գնա լողացի, գնա սառնանը բացի, ցավը տանեմ, սրբիչ ընդեղ դրած աչի վրա։ Բանի ջուրը լցրել եմ, շատ խորը չմտնես, այն բույոգները անգար չհասնես, մադալաս կապրքաշեն։ Սա հյուսիսային Պողոտան է։ Ի տարբերություն Երևանի մյուս թաղամասերի, այստեղ մարդիկ ոչ թե ապրում, այլ վայելում են կյանքը։ Հենց այստեղ իր բազմաթիվ առանձնաշենքերից մեկում է ապրում մեծահարուստ պատգամավոր Շահեն Վիպոյանի էլիտար ընտանիքը, որին անսպասելի հյուրընկալվել է Կարլենը, Վիպոյանի զույգ եղբայրը։ Սիրոժա, այսօր մեզ մոտ էթիկայի դաս է։ Էթիկայի։ Հիմա ես պատական համարով կզանգահարեմ, հեռախոսը կփոխանցեմ քեզ ու դու կխնդրես Արտուրին, որի դեպքում քեզ բնականաբար կասեմ, որ դու սխալ ես զանգահարել։ Քեզ ուղղակի պետք է ներողություն խնդրել ու անջատել հեռախոսը։ Դա։ Տեսնենք ոնց կկատարես քո այս առաջադրանքը։ Այս անգամ հաստատ հրաժարվում եմ ասում, որ իրա ոչ թե ուսուցիչ է պետք է վարժեցնող։ Զոգիկ, ես ինչ ես անում բա։ Շահեն ջան, աղբորը չորերն եմ լվացել, ձեռներ դեզինֆեկցիա եմ անում։ Զոգիկ, այսօր գիտես ինչ է հիշել։ Արա հիշում ես մեր տրանդեզի ժամանակ, որ ես ու դու այնքան կրակի վրով թռանկենկով միջև դու կապտի տեղար։ Ինչ ես ծիծաղում, դու ավելի լավ ընտրությունների մասին մտածի։ Արա լավ էլ է Զոգիկ, ես ընտրությունների մասին մտածել եմ։
Աչի դու չգիտես, որ իմ մանդատը bez լիմիտ է։ Ես ազգային ժողովի ներսում ծերի եմ խոսում, ժողովրդի հետ մի դրամով եմ խոսում, օպոզիցիայի հետ էլ ոնց ուզում տենց է խոսում։ Այ, ես քո bez լիմիտ փաթեթը մտնել։ Ես քո ջանը փաթեթավոր եմ։ Շայնը մի հատ արի խոսելու բան կա։ Շայն, որոշել եմ թեկնածությունս դնեմ ընտրություններին։ Բայց, աչի համար Կարլե ջան։ Արա դե տղեկը ասին աղբեր ջան, դիր, մենք ես կանցկացնենք, ես էլ որոշել եմ դնեմ։ Արա ախր Կարլե ջան, ցավատան եմ, մի երկրում երկու նույն դեպուտատից մի քիչ շատ է։ Ուզում ես խոսամ գնաս ուրիշ երկրում դնես, խոսքի Գանդուրասում, Գանդուրաս։ Արա լսի քեզ ինչ եմ ասում, ինչ Գանդուրաս, արա ես ոչ լեզու գիտեմ, ոչ կոմպյուտեր։ Ոչ ստեպիտի դնեմ, ուզում ես դու գնա Գանդուրասում դիր։ Բայց Կարլե ջան, դու գիտես չէ՞ որ դեպուտատ լինելը շատ դժվար բան է։ Դեպուտատ դառնալը ավելի դժվար բան է։ Դեպուտատ դառնալու համար դու պետք է ժողովրդի հետ շփվես, ժողովրդի հետ ծանոթանաս, ժողովրդի նվերներ առնես, հետո գնաս իրանց տուն, իրանց ձեները ուզես, մի հատ լավ ճոխադրություններ անես, այ հենց դառար դեպուտատ, հետո այդ ժողովրդի հետ ինչ ուզես կարաս անես, որտեղ իրանք արդեն քոնն են։ Դրա համար ես քեզ առաջարկում եմ նա ինչ։ Ես քեզ իմ image maker-ի հետ ծանոթացնեմ, թող ինքը գա մի հատ որոշի ինչ եք հագնում, ինչ ձևի տեսք ես ունենալու, ոնց է ժողովրդի հետ շփվելու, որ հաստատ ժողովուրդը քեզ վստահի։ Հա լավ բան ես ասում Շայն, զանգի այդ քերին թողա, տենանք ինչ է։ Այսա կլասենք հոգա։ Ալո։ Շահեն ջան, ինչ ես այդ Կարլենին օգնում։ Արա լավ էլի ձուկիկ, չեմ ճոգում, դու խռիկներով ես մտածում թե ուղեղով։ Ես Կարլենին չեմ օգնում։ Ուղղակի իմ image maker-ին տվել եմ Կարլենին, որ Կարլենից մի հատ այնպես բան ստանա, որ նախ մեզ իրարից տարբերեն մարդիկ, հետո էլ որ ինքը կյանքում չկարանա այդ տեսքով դեպուտատ դառնա, հասկացար։ Հեն եկա ձուկիկ տզվի։ Տրեն։ Արա լավ լավ հորս սարավ Շայն ես ինչ է վիճակը սարավ, արա ես ինչ արի դրա աղբեր ջանանա։ Չհասկացա պարոն Վիգոյան, եթե ինձ չեք վստահ, ես կարամ գնամ, 1000-ում կլիենտ ունեմ։ Չէ, Ավգուստին ջան, ամեն ինչ նորմալ է, դու գործը ցենտր արել ես։ Կարլե ջան, ես սենց էլ պատկերացնում, մի ասած ուղիք, շատ էլ լավ է։ Ու ես քեզ խորհուրդ եմ տալի, դու քո քարոզարշավը սկսես կոմայգուց։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում Շայն, եթե ես չեմ ընտրվել, սև լենտը հայտնվում, որին գրած Շայն 51 ու ձուկիկ 2500։ Ես 44 տարեկան եմ։ Ձուկիկ, էդի տարիքը չի, էդի կիլոյի գինն է։ Դու էլ ընկի առաջ հրը ցույց տու այդ կոմագին ուր դեղ արենք, դավայ շուտ արա։ Որը սորդ է սորդ։ Տեսար ձոկի տավատեսկը։ Ես ասել լուծեցի, բայց նա ինչ է կարա, նավսյակի վեշերը հավաքած պահի, որտև մարդ ես կարողա ջոգի, որ կայֆվատ ենք եղե, վրաս թռնեգը լուսին մեր դա չեն, հասկացար, դրա հավաքի, դավայ, շուտ։ Թորնի, մարդ ես։